Սելի ֆուտբոլասերներ խաղային օրը աղվելում շարունակվում է և օրվա վերջին հանդիպումն ենք միասին դիտում Վինտեր քափի շրջանակներում միմյանց դեմ կմրցեն Ռեալ Մադրիդը և Էվերտոնը Թիմերը ողջունում են միմյանց, եկեք արագորեն ծանոթանանք թիմերի հայտարարություններին Ռեալից սկսենք Զոհիլ Ալիրեզյան պաշտպանում դարպասը համար 1, Անուշավան Եղիազարյան համար 5, Էրիկ Կարապետյան համար 8, Էրիկ Մանուկյան համար 10, Գրիգոր Սարոյան համար 11, Ռուբեն Բուդաղյան համար 20, Արադ Ղազարյան համար 22, Գոր Մանուչյան համար 23, Ժորա Գևորգյան համար 26 և Արսեն Հակոբյան համար 93 Գրիգոր Եղջյանը պաշտպանում է Էվերտոնի դարպասը համար 1, Տիգրան Պապիկյան համար 5, Հովհաննես Գաբրիելյան համար 7 Ռևիկ Եղիազարյան համար 8 կա մրցավարի Սունիչում մեկտարկած է հանդիպումը Մանուկ Մուրադյան համար 9 ով նաև թիմի ավագ թե Յուրի Հակոբյան համար 33 Անդրանիկ Պողոսյան համար 20 Ալեքս Մկրտչյան համար 44 Ռաֆայել Վարդանյան համար 77 և Սամվել Գրիգորյան համար 99 բավական հետաքրքիր հանդիպում է սպասվում քանի որ իսկապես երկու թիմերն են այսօր միմիայն խաղադաշտ են դուրս եկել իրենց հերթական 3 միավորը վաստակելու համար Հիմա գնդակով Էվերտոնի ֆուտբոլիստերն են Գաբրիելյան կատարեց դեպի ձախ եզր փոխանցում Ռևիկ Եղիազարյանն է ստացել գնդակը կա փոխանցումը վտանգավոր է հենց մեկտակում Վարդանյան բայց այստեղ շեղությամբ ստացվեց Ռաֆայել Վարդանյանի կատարած հարվածը ու հարված կլինի Ռեալի դարպասից արագորեն խաղարկեցին այստեղ Ռեալի ֆուտբոլիստները գնդակը նաև քիչ անց կծանոթացնեմ այս թիմերի մրցաշարային աղյուսակում իրենց տվյալները ինչպիսին են որքան հանդիպումից հետո որքան միավոր ունեն վաստակած այս երկու թիմերը հիմա Ռեալի գրոյին ականատես լինենք ձախ եզրով է ընթանում Մադրիդի գրով բայց այստեղ հետ փոխանցում հետևեց Մանուկյանի կողմից վտանգավոր է Ռեալը անցել է գրոյի հիմա էլ շատ լավ հնարավորություն ուներ արքայական ակումբը բայց Եղիազարյանի կատարած հարվածը բարձր է ստացվում ու հարված կլինի Էվերտոնի դարպասից թիմերը մեկական անգամ փորձեցին 1-1 սպառնել, երկու դեպքում էլ չընթացավ հարվածը դարպասի ուղղությամբ, բայց դեպի դարպասը ընթացավ հարված, այո, որպես հարված դարպասին այդպես չարձանագրվեց, ու հիմա արդեն տեսնենք, որ թիմը կփորձի առաջինը հաջողության հասնել, այո, կար այստեղ խախտում Հակոբյանի կողմից Կարապետյանի դեմ պայքարում, ու ստանդարտ է նշանակել մրցավարը Ռեալ Մադրիդի օգտին տեսնենք այս ստանդարտը ինչ կտա Մադրիդին ինչպես կիրացնեն կա մրցավարի Սունիչը փոխանցում է հետևում դեպի Տուգանային հրապարակ հարված էլ տեսանք ու հիմա հորիզոնական դարպասաձողն է օգնության գալիս Էվերտոնի ևս մեկ հարված ենք տեսնում բայց հիմա էլ բարձր է ստացվում Ռեալ Մադրիդի ֆուտբոլիստ Էրիկ Մանուկյանի կատարած հարված այո արդեն վտանգավոր հարվածով աչքի ընկավ Ռեալը սպառնաց արդեն իսկապես լուրջ կերպով սպառնաց Էվերտոնի դարպասի ուղղությամբ հիմա հերթը արդեն անգլիական ակումբին է տեսնենք Էվերտոնը ինչ կփորձի անել այս ամենից հետո Վարդանյան փորձեց գնդակը հասցեագրել այստեղ Սամվել Գրիգորյանին բայց դա տեղի չունեցավ Ռեալը խլել է բայց այստեղ Ռևիկ Եղիազարյանը կանգնեց գնդակի ճանապարհին ու շատ լավ փոխանցում հետևեց Գաբրիելյանի ուղղությամբ բայց հերու թողեց Գաբրիելյանը գնդակի հիմա Եղիազարյանը կրկին խլել է գնդակը բայց հարվածը շեղությամբ է ընթանում Ռևիկ Եղիազարյանի կատարած ու Ալիրեզյան գնդակը մտցնում է խաղի մեջ ցուցումներ է տալիս իր թիմի ավագ Մանուկ Մուրադյանը նա այս պահին պայեսայինների նստարանին է բայց քիչ անց իհարկե կմտնի խաղադաշտ ու կփորձի օգնել իր թիմին գրոյի անցան հիմա ձախ եզրով Ռեալը հասցրեց այստեղ գնդակին հասնել Էրիկ Մանուկյանը բայց փոխանցումը բաժին հասավ մրցակցին հիմա տեսնենք ինչ է պատել գնդակի հետ կապված որևէ խնդիր կար բայց դա շատ արագ հիմա կարգավորեն ու մենք կրկին կանրադառնանք հանդիպմանը
Այո, Ռեալ Մադրիդը 3 անցկացած հանդիպումից հետո ունի վաստակած նույնքան միավոր ու գտնվում է այս պահին 14-րդ հորիզոնականում մրցաշարային աղյուսակի Վինտեր Քափի B խմբի մեկ հանդիպում հաղթել է Ռեալը, 2 հանդիպում պարտվել, իսկ Էվերտոնը 13-րդն է, այո, թիմերը հարևանությամբ են գտնվում, Էվերտոնը նույն ցուցանիշները ունի, ինչ Ռեալը 1 հաղթանակ 2 պարտություն եւ սա թիմերի 4-րդ հանդիպումն է Վինտեր Քափում ու տեսնենք արդեն թիմերից որ մեկը կփորձի վաստակել 3-րդ 3 միավորը Վինտեր Քափում կամ թիմերը կբաժանվեն խաղադաշտում խաղաղությամբ ոչ ոքի արդյունքով հիմա վերցել է գնդակը Էվերտոնի դարպասապա Յաղջյանը ուղարկեց այն Պապիկյանի ուղղությամբ Վարդանյան Գրիգորյանն է ներողություն այդ դրվագում հիմա փորձեց Էվերտոնը հասնել գրոյի բայց վաստակեց եզրային նետման հնարավորությունը Եղեզարյանը կկատարի եզրային նետումը դեպի Վարդանյանը փոխանցում տեսանք Վարդանյան պայել է գնդակը Սամվել Վարդանյան Ռաֆել Վարդանյանը Եղեզարյան ու չկան տարբերակներ այո պետք է նահանջել շատ ճիշտ վարվեց այս դրվագում Ռևիկ Եղեզարյանը բայց այստեղ Եղեզարյանի կատարած փոխանցումը չհասավ Գաբրիելյանի եզից կնետեն Էվերտոնի ֆուտբոլիստները Գաբրիելյան բայց այստեղ Մանուկյանը հաջող խլում կարողացավ կատարել ու փորձեց սկսել իր թիմի գրոհ այս դեպքում չստացվեց հիմա Կարապետյանն է գնդակով թողեց գնդակը խաղընկերոջը Կարապետյանը Ուդաղյան շատ լավ նկատեց Գևորգյանին Կրկին Ուդաղյանն է գնդակով հերվից հարվածեց դեպի դարպասում կրկին բարձր է ստացվում հիմա Ռեալի ֆուտբոլիստի կատարած հարված այո թիմերը շատ ակտիվ են մեկտարկել հանդիպումը հուսանք այս տեմպը միջև հանդիպան ավարտը կպահպանվի քիչ առաջ մենք դիտեցինք Չեմպիոնների լիգայի կիսա եզրափակիչ հանդիպումը Ատլետիկո Երևանի ու Լիվերպուլի միջև եւ իսկապես շոու ստացվեց թիմերի կատարմամբ գերհետաքրքիր հանդիպում էր պարզապես բայց 4-3 հաշվով այնուամենայնիվ Ատլետիկո Երևանը դիմակայությունում տարավ իր առաջին հաղթանակը հիմա Էվերտոնն է գրոհում ու Եղեզարյանը բարձր է կրկին հարվածում Գևորգյան սկսում են Ռեալի ֆուտբոլիստները գրոհել դեպի աջ փոխանցում հետևեց այստեղ Հակոբյանն էր գնացել պրեսինգի չստացվեց իսկ հիմա Եղեզարյանը խլել է գնդակը հարվածում է ու նորից Ռևիկ Եղեզարյանի կատարած հարվածից հետո գնդակը շեղությամբ է ընթանում Այո, պետք է ուշադիր լինել Ռեալի ֆուտբոլիստները Եղեզարյանին նմանատիպ իրավիճակներում պետք չէ հարվածի հնարավորություն տալ, քանի որ դա շատ վտանգավոր եւ սպառնալից հարվածներ է կատարում։ Առայժմ իհարկե չի ստացվում Եղեզարյանի մոտ այս խաղում նրա կատարած հարվածներից հետո խոցել մրցակցի դարպասը, բայց Եղեզարյանը այն ֆուտբոլիստերից է, որ ցանկացած հնարավորություն կարող է Ռեալ օգտագործել։ Հիմա եսից կնետի Էվերտոնը Wace pas pe distana. Չկար արդյոք այստեղ խաղի կանոնների խախտում, ոչ, բայց հոտածածկին է հայտնվել Էվերտոնի ֆուտբոլիստը, տեսնենք ինչ է պատահել Պապիկյանին, կարծես Ցկել էր մկանը, բայց հիմա արդեն ամեն ինչ կարգին է, նա իր ուժերով ոտքի կանգնեց ու շարունակի հանդիպումը գնդակը հիմա կանցնի մրցավարը Ռեալ Մադրիդին, այո, նրանց մոտ էր գնդակը եւ սուլեց մրցավարը, այո, հիմա կարող է վերսկսվել հանդիպումը Սարոյան, շարժում է առաջ կենտրոնով Սարոյանը, կատարեց փոխանցում դեպի Մանուկյանը, բայց այստեղ Պապիկյանը առաջին արձագանքեց գնդակի Ռևիկ Եղեզարյան Եղեզարյան, վտանգավոր է Եղեզարյան եւս մեկ փոխանցում էր այս անգամ ուսանք կատարում Եղեզարյան, այո, ողջ ուժով հարված չկատարեց, այլապես ավելի մեծ վտանգ կսպառնար, հիմա շատ լավ փոխանցում ենք տեսնում
Կարապետյանի կողմից, բայց Մանուկյան այս դրվագում չգրավեց մրցակցի դարպասը, փորձեց կախել գնդակը դարպասապայի վրայով, այս դեպքում չստացվեց, հիմա էլ գնդակը դուրս եկավ դաշտի սահմաններից։ Պապիկյան խաղարկում են գնդակը այստեղ պաշտպանությունում Էվերտոնի ֆուտբոլիստները սխալվեցին, բայց այստեղ Վարդանյանը հասցրեց փրկել։ Երկու դրվագում էլ Էվերտոնին վերահաս գոլից, այո, պետք չէ նմանատիպ դիրքերում սխալվել։ Հիմա եւս մեկ փոխանցում դեպի Տուգանային հրապարակ ու դարպասապահը կարողացավ բռունցքներով վերացնել գնդակը։ Այս փոխանցումն էլ Հակոբյանի ստացվեց դեպի Վարդանյանը, պատասխան գրող Ռեալի ու հիմա Պապիկյանը հեռացնում է գնդակը անկյունային հարվածք իրացնի հարքայական ակումբայով բավական բարձր հանդիպան դեպը մեկտարկային րոպեներից սկսած ու երկու թիմերն էլ լրջորեն սպառնում են մեկը մյուսի դարպասին, այո, այս թիմերը այնպես չէ, որ այս հանդիպումը ձախողելուց հետո հնարավորություն չեն ունենա, բայց ավելի կբարդացնեն իրենց խնդիրը Winter Cup-ի play-off 1/8 եզրափակիչ դուրս գալու համար, իսկ այսօր կարող են ավելի լավ ամրապնդել իրենց դիրքերը խմբային փուլում, եթե կարողանա ցանկացած թիմ վաստակել 3 միավոր, իհարկե ավելի վստահորեն կզգան իրենց։ Սարոյան դեպի աջ ուղարկեց գնդակը Սարոյանը, բարձր փոխանցում է հետևում դեպի Տուգանային հրապարակ, վտանգավոր է Մանուկյանի հարվածն ենք տեսնում, բայց այստեղ իր վրա ընդունեց գնդակը Էվերտոնի ֆուտբոլիստը, եզից նետում է Ռեալը, բայց կրկին գնդակը Վարդանյանի մոտ է, Վարդանյան պարտիվիճակում հայտնվեց Վարդանյանը, այո, եւ ստիպված հեռացեց գնդակը, հիմա եզրից կնետի Ռեալ Մադրիդը, արագորեն խաղարկում է Ռեալի ֆուտբոլիստները գնդակը, կա փոխանցումը Պապիկյանը ապահովության համար, այնուամենայնիվ հեռացեց գնդակը, հիմա անկյունային հարվածք իրացնեն Ռեալի ֆուտբոլիստները։ 10 րոպե անցավ հանդիպան մեկնարկից առայժմ չունենք խաղում խփված գնդակ, բայց հուսանք դրա պակասը թիմերը շատ չեն թողնի մեզ, կտեսնենք գոլներ այս խաղում, իհարկե ինչին մենք բնականաբար սպասում ենք։ Խաղարկված է, անկյունայինը բարձից փոխանցում է հետևում, բայց այստեղ ստացվեց Էդիկ Կարապետյանի կատարած հարվածը, այո, հիմա այդ գնդակը դուրս եկավ դաշտի սահմաններից ու կտեսնենք եզրային նետում Ռեալի ֆուտբոլիստների կատարմամբ, Գևորգյանը կիրասի եզրային նետում, արագորեն խաղարկեց գնդակը խաղընկերոջից, ստացավ պատասխան փոխանցումը։ Այստեղ հաստրեց գնդակի ճանապարհը փակել Սամվել Գրիգորյանը, երկրորդ տեմպով է գրոհում Ռեալը, վտանգավոր է, հարված եք տեսնում Բուդաղյանի կատարմամբ ու բարձր է ստացվում հիմա էլ Ռեալ Մադրիդի 20 համարի կատարած հարվածը։ Հիմա փոփոխություն տեղի կունենա Էվերտոնի կազմում, այո, Մանուկ Մուրադյանը մտավ խաղադաշտ փոխարինելով Սամվել Գրիգորյանին ու տեսնենք արդեն Մուրադյանը ինչ կփորձի անել Էվերտոնի կազմում, այո, այս պահին Էվերտոնը շատ գնդակներ չունի Winter Cup-ում հեղինակած իր անվան դիմաց, իհարկե, բայց Մանուկյանը դրա վարպետն է, Մանուկ Մուրադյանը ներողություն, հիմա հենց նա է գնդակով բարձից շատ լավ նկատեց Գաբրիելյանին, բայց մի փոքր ուժեղ տաշեց Մուրադյանի կատարած փոխանցումը, այո, Մուրադյանը շատ վտանգավոր է հարցակման կենտրոնում կրակագծում եզրափակիչ մասում, նրան պետք է լրջորեն հսկեն Ռեալ Մադրիդի ֆուտբոլիստները։ Հիմա Գևորգյանն է շարժվում առաջ, կարողացավ փոխանցում կատարել, բայց Պապիկյանը հեռացեց գնդակը ու եզրային նետում կտեսնենք Ռեալի կատարմամբ։
Կարապետյան հետ փոխանցում էր կատարում, բայց այստեղ խլեց գնդակը Մուրադյանը ու հիմա աչ եզրում ստանում է փոխանցում Մանուկ Մուրադյանը, բայց անհաջողել Մուրադյանի կատարած փոխանցում այս դրվագում արված կլինի Ռեալի դարպասից։ Դաշտի կենտրոնով շարժվում են առաջ Ռեալի ֆուտբոլիստները։ Շատ լավ փոխանցում հետևեց, այստեղ վտանգավոր է ու դարպասապանն է բրգումից վրա հասած։ Էլի Կարապետյանը բացում է հանդիպան հաշիվը 1-0, բայց մրցավարը կարծես պետք է դիտի դրվագի կրկնապատկերը հասկանալու համար կարա արդյոք խաղի կանոնների խախտում թե ոչ։ Դիտեց մրցավարը կրկնապատկերը ու գոլը արձանագրված չէ Ռեալ Մադրիդի հեղինակած, այո, Էրիկ Կարապետյանը գրավեց Էվերտոնի դարպասը, բայց կար խաղի կանոնների խախտում դարպասապայի դեմ պայքարում գրոյի ժամանակ ու գոլը չեղարկված է, հաշիվը մնում է անփոփոխ 0-0, Եղիազարյան հետևեց փոխանցում Մանուկ Մուրադյանի ուղղությամբ, վերջինս էլ կասեցեց գնդակ ու հիմա փոխանցում է կատարում Վարդանյանի ուղղությամբ, գուցե հեռվից փորձի Վարդանյանը, ոչ կրկին Մուրադյան Գաբրիելյան կրունկով գեղեցիկ փոխանցում հետևեց Ռաֆայել Վարդանյանի ուղղությամբ, Վարդանյանն էլ բարձից կատարեց փոխանցում, բայց գնդակը բաժին հասավ Ալիերեզային։ Գևորգյան այստեղ պրեսինգ էին գալիս Էվերտոնի ֆուտբոլիստները, բայց ստացվեց Ռեալի մոտ դուրս գալ պաշտպանությունից։ Բուդաղյան շրջվեց այստեղ Բուդաղյանը, թողնում է գնդակը Եղիազարյանին, իսկ Անուշավան Եղիազարյանի կատարած փոխանցումը անհասցե ստացվեց եւ հիմա Հակոբյանն է թողնում գնդակը Եղիազարյանին, կսկսեն Էվերտոնի ֆուտբոլիստների իրենց հերթական գրոհներից մեկը Յուրի Հակոբյան այստեղ կորցրին հիմա գնդակը Էվերտոնի ֆուտբոլիստները, բայց արքայական ակումբի մոտ էլ արագ հակագրող կազմակերպել չստացվեց։ Հիմա հաջող խլում կարողացավ կատարել Էվերտոնը Մանուկ Մուրադյան բացել է պետք հանդիպան հաշիվը, բայց Ալիերեզան այստեղ փայլեց չտրվեց խապկին Ալիերեզան, այո Մուրադյանը ցույց տվեց հարված, քաշեց գնդակի իրենից դեպի ձախ ու փորձեց այդ դեպքում գրավել դարպասը, բայց Ալիերեզան տեղում է հաշիվը, կրկին անփոփոխ է Եզրային նետում հիմա Կիրաստին Ռեալ Մադրիդի ֆուտբոլիստները մրցավարի սուլիչը Գևորգյանը կատարում է փոխանցումը բայց այստեղ անհասցե ստացվեց Եղիազարյանի կատարած փոխանցում ու Էվերտոնը կրկին անցնում է հերթական գրոհին Ռևի Եղիազարյան կա փոխանցում, բայց Սարոյանը այստեղ առաջինն է արձագանքում Ռեալ Մադրիդից գնդակին ու հեռացնում գնդակը դաշտի սահմաններից դուրս Ռևի Եղիազարյան Պողոսյան կատարեց փոխանցում Եղիազարյանը իսկ այստեղ Պողոսյանը կորցրեց ու Հակոբյանը շատ լավ փոխանցում կատարեց Մանուկյանի ուղղությամբ անցել է գրոհի Ռեալ Մադրիդ, այո քիչ առաջ է Արսեն Հակոբյանը դուրս եկել խաղադաշտ ու հիմա արդեն տեսնենք ինչ կփորձի անել Հակոբյանը Ռեալի կազմում գրոհում են հիմա Ռեալի ֆուտբոլիստները Հարված եք նույնիսկ տեսնում այստեղ բարձր է ստացվում արքայական ակումբի ֆուտբոլիստի կատարած հարված ու հարված կլինի Գրիգոր Յակչյանի դարպասից վերջինս արագորեն խաղարկեց գնդակը Եղիազարյանին եւ ստացվեց Եղիազարյանի անցումը շատ լավ փոխանցում դեպի Մանուկ Մուրադյանը Մուրադյան վտանգավոր է Մուրադյան Եղիազարյան 1-0 Էվերտոնը բացում է հանդիպան հաշիվը գեղեցիկ գրով
Այո, Եղիազարյանը սկսեց այս գրոհը ինքն էլ ավարտին հասցրեց Մանուկ Մուրադյանի հետ բալ խաղարկելուց հետո, բայց իհարկե Մուրադյանի կատարած անցման մասին եկեք խոսենք։ Եղիազարյանն էլ իր հերթին անցում կատարեց, բայց Մուրադյանի վերջին անցումն ու փոխանցումը բառա է ստացվեց ու հիմա արդեն Էվերտոնը առաջ է հասնում խաղակեսի վերջնամասում հանդիպան հաշվում է եզրային նետում հիմա կիրացնեն Ռեալի ֆուտբոլիստները։ Արագորեն խաղարկեցին այստեղ եզրային նետումը։ Կարապետյան շատ լավ նկատեց այստեղ Կարապետյանը խաղընկերոջ չէ վտանգավոր է, բայց Պապիկյանը հեռացեց գնդակը ոչ այնքան հեռու, իսկ այս կատարած հարվածը եթե չեմ սխալվում հարվածային դիրքում է հայտնվել Անուշավան Եղիազարյանը մի փոքր շեղությամբ ստացվեց։ Հարված պետք է լինի Երջանի դարպասից։ Պապիկյան Մուրադյանին է ուղարկում գնդակը Մուրադյան հերվից հարված, բայց դարպասապահը այստեղ տեղում էր։ Նկատել էր Մուրադյանը Ալիերեզայի առաջ խաղացում այդ իսկ պատճառով փորձեց հեռար հարվածով գրավել դարպասը, բայց հասցրեց Ալիերեզան նահանջել։ Հիմա էլ դեպի Մանուկյանը փոխանցում էինք տեսնում, բայց այստեղ առաջին Էվերտոնի ֆուտբոլիստը ասավ գնդակին, հիմա էլ Մուրադյանն է կրկին գնդակով կրունկով ուղարկեց Եղիազարյանի ուղղությամբ, բայց Ռեալ Մադրիդի ֆուտբոլիստը ավելի արագ կողմնորոշվեց տվյալ դրվագում ու գլեցին գնդակը արքայական ակումբի ֆուտբոլիստները, հիմա էլ ձախ եզրով շարժվում են առաջ։ Էրիկ Մանուկյան շատ լավ փոխանցում տեսանք Մանուկյանի կողմից դեպի Գոր Մանուչյանը, բայց այստեղ հարված չհետևեց դարպասի ուղղությամբ, հիմա էլ Կարապետյանն է ստացել գնդակը վտանգավոր է Կարապետյան կա փոխանցումը Մանուկյանին, Մանուկյան պտտեցեց գնդակը, բայց բարձր ստացվեց Էրիկ Մանուկյանի կատարած հարվածը։ Հարված կլինի հիմա Էվերտոնի դարպասից խաղակեսի վերջին րոպեներն են ընթանում եւ հիմա իհարկե կցանկանա Ռեալ Մադրիդը հավասար հաշվի պայմաններում գնալ ընդմիջման, բայց գրավել հենց այնպես Էվերտոնի դարպասի իհարկե թույլ չեն տա Էվերտոնի ֆուտբոլիստները պետք է այդ ամենի համար ջանքեր գործադրել, իսկ Էվերտոնն էլ իհարկե փորձում է պահել առնվազն այս հաշվի առավելությունը ընդմիջում գնալուց առաջ հիմա կար խաղի կանոնների խախտում Վարդանյանի դեմ պայքարում ու ստանդարտ կիրացնեն Էվերտոնի ֆուտբոլիստները Ռևիկ Եղիազարյանն է գնդակի մոտ Գաբրիելյանը մտել է մրցակցի Տուգանային հրապարակ ու սպասում է փոխանցման, բայց հետևեց փոխանցում Պապիկյանի ուղղությամբ Պապիկյան հիմա հասցեագրեց գնդակը Գաբրիելյանին, վտանգավոր է Յուրի Հակոբյանը մի փոքր շեղությամբ ստացվեց շատ նպաստավոր դիրքից Հակոբյանի կատարած հարվածը, այո Սա էլ քեզ Էվերտոն, այո, կարող էին խաղակեսի վերջնամասում կրկնապատկել իրենց առավելությունը, բայց չստացվեց։ Սարոյան նկատեց Սարոյան այստեղ խաղընկերոջը, բայց ոչինչ անել այս դրվագում չստացվեց Ռեալ Մադրիդի ֆուտբոլիստի մոտ։ Գաբրիելյանն է աչեզում ստացել գնդակ ու շարժվում առաջ 3-3-ի դիմաց Վարդանյան վտանգավոր է միացել է գրոհի նաև Եղիազարյանը, Եղիազարյան ստացավ գնդակը, անցավ մեկ մրցակցի հարվածեց իսկ Ալիերեզան այստեղ Փայլուն սեյվով է աչքի ընկնում փրկելով Ռեալ Մադրիդին, այո, Էվերտոնը իսկապես խաղակեսի վերջնամասում կարող էր 1 չէ փոխարենի 2 անգամ գրավել մրցակցի դարպասը, բայց Ալիերեզան այստեղ թույլ չտվեց հիմա Ռեալի արագ պատասխանին հետևենք այս փոխանցումը շեղությամբ էր ու դուրս եկավ դաշտի սահմաններից տեսնենք եզրային նետում արագորեն խաղարկեցին Էվերտոնի ֆուտբոլիստները գնդակը Վարդանյան դեպի Եղիազարյանը հետևեց փոխանցում Եղիազարյան բայց ուժեղ ստացվեց այս կատարած փոխանցումը Եղիազարյանի կողմից կարող էր այստեղ ավելի հարմար փոխանցումը հետևել, բայց դա տեղի չունեցավ ու առաջին կեսը հենց այստեղ էլ ավարտվեց նվազագույն հաշվով կարճ դադար, որից հետո կվերադառնանք
Էլի ֆուտբոլիստներն մենք վերադառնում ենք միասին դիտելու Ռեալ Մադրիդը դեմ Էվերտոնի հանդիպան։ Երկրորդ խաղակեսը առաջի կեսից հետո Արաժեմ Եղիազարյանի խփած գնդակը միակն է խաղում, որի շնորհիվ Էվերտոնը հաշվի մեջ առաջ է անցել, բայց երկրորդ կեսում բնականաբար առաջին հերթին Մադրիդը կփորձի հավասարությունը վերականգնել հաշվի ու տեսնենք դա ինչպես տեղի կունենա։ Հիմա բախում եղավ երկու թիմերի ֆուտբոլիստների միջև, Եղիազարյանն ու Հակոբյանը բախվեցին միմյանց։ Հուսանք, որ այստեղ լուրջ ոչինչ չի պատահի Անուշավան Եղիազարյանին ու նա կարողանա շարունակել հանդիպումը, այո, չկար խաղի կանոնների խախտում, բայց հարված ստացավ բախման ընթացքում դեմքին Հակոբյանի կողմից։ Եղիազարյանը հիմա մոտեցել են նրան խաղանկերները։ Եվ օգնեցին ոտքի կանգնել, այո, նա շարունակի հանդիպում ամենայն հավանականությամբ։ Այո, ամեն ինչ կարգին եմ Անուշավան Եղիազարյանի հետ, նա մնաց խաղադաշտում, հիմա գնդակով Էվերտոնի ֆուտբոլիստներն են եկեք ևս մեկ անգամ արագորեն ծանոթանանք թիմերի հայտարարություններին այսօրվա հանդիպման համար։ Ռեալ Մադրիդի դարպասը պաշտպանում է Սոյլ Ալիրեզան համար 1, Անուշավան Եղիազարյան համար 5, Էրիկ Կարապետյան համար 8, Էրիկ Մանուկյան համար 10, Գրիգոր Սարոյան համար 11, Ռուբեն Բուդակյան համար 20, Արադ Ղազարյան համար 22, Գոր Մանուշարյան համար 23, Ժորա Գևորգյան համար 26 եւ Արսեն Հակոբյան համար 93, վերջինս էլ գլխավորում է Ռեալ Մադրիդի ավագ ներկայանում Արսեն Հակոբյանը, Էվերտոնի դարպասը պաշտպանում է Գրիգոր Յաղչյանը համար 1, Տիգրան Պապիկյանը համար 5, Հովհաննես Գաբրիելյանը համար 7, Ռևիկ Եղիազարյան համար 8, ով այսօր արդեն դարձել է գոլի հեղինակ, Մանուկ Բուրազյան համար 9, Անդրանիկ Պողոսյան համար 20, Յուրի Հակոբյան համար 33, Ալեքս Մկրտչյան համար 44, Ռաֆայել Վարդանյան համար 77 եւ Սամվել Գրիգորյան համար 99։ Հիմա Եղիազարյանն գնդակը փորձում ասյակել Մուրազյանին, բայց այստեղ մի փոքր անհաջող ստացվեց փոխանցում, իսկ Հակոբյանն լեռացեց գնդակը թույլ չտալով մրցակցին արագ գրոհի հասնել։ Խաղարկված է եզրային նետումը, Կարապետյան շարժվում է դեպի կենտրոն, 2-8 համարների պայքար են տեսնում, բայց հասցրեց Կարապետյանը փոխանցում կատարել, այստեղ էլ եզրային նետում հիմա վաստակեց Ռեալ Մադրիդը։ Եղիազարյան ու կրկին եզից պետք է նետեն արքական ակումբի ֆուտբոլիստները, այո, երկրորդ կեսում փորձում է Արաժեմ երկրորդ հակեսի մեկնարկում գրոներ կազմակերպել Ռեալը, բայց Արաժեմ ոչինչ չստացվեց, այստեղ շտապեց մի փոքր Գաբրիելյանը կարող էր սպասել, հուշում կկատարեին խաղանկերները ու կնկատեր Պողոսյանին, բայց դա տեղի չունեցավ։ Հիմա ստացվեց փոխանցումը, բայց գնդակը դուրս եկավ դաշտի սահմաններից, եթե պայր կարողանար պայր գնդակը Պողոսյանը այստեղ, ապա վտանգավոր հակագրով կարող էր ձեռնարկել Էվերտոնը։ Հակոբյան շատ լավ փոխանցում կատարեց Վարդանյանի ուղղությամբ Եղիազարյան ու կար այստեղ ձեռքով խաղ, այո, արքայական ակումբի ֆուտբոլիստի կողմից Մուրադյանը արագորեն խաղարկում է գնդակը Գաբրիելյանի հետ, Վարդանյան, բայց այստեղ հետ փոխանցումը չանցավ Ռաֆայել Վարդանյանի կատարած ու Գևորգյանն էլ այստեղ կորցնում է գնդակը, Պողոսյան կրկին Գաբրիելյանին ուղարկեց գնդակը, վերջինս էլ փորձեց հասցեակել այն տուգանային հրապարակ չստացվեց։ Իսկ այս փոխանցումը պարզապես ուժեղ ստացվեց, եզրային նետում տիրաստի Էվերտոնը։ Մուրադյան Հակոբյանին է ուղարկել գնդակը, Մանուկ Մուրադյան
Հայ լավ է նկատել այստեղ Մուրադյանը կարողացավ պայել գնդակի մոտ, բայց փոխանցումը չանցավ։ Հիմա էլ Կարապետյանը շարժվում առաջ։ Ցածից որոշեց փոխանցում կատարել չանցավ այս դրվագում գնդակու Էվերթոնը կրկին արագ հակագրոյի կարող է հասնել Մանուկ Մուրադյան Եղիազարյանն է միացել գրոյին, բայց Մուրադյանի փոխանցումը դեպի Վարդանյանն էր հետևում, այո, պաշտպանը քայլ կատարեց դեպի Եղիազարյանի ուղղությամբ ու որոշեց Մուրադյանը գնդակը հասցրել Վարդանյանին, բայց փակվեց նրա կատարած փոխանցման ճանապարհը։ Պապիկյան Հակոբյանին է ուղարկում գնդակը, շատ լավ անցում էր ու հասցրեց այստեղ Յուրի Հակոբյանը փոխանցում կատարել այլապես կորցնելու դեպքում բավական մեծ վտանգ էր սպառնում Էվերթոնի դարպասի ուղղությամբ։ Գաբրիելյան վտանգավոր է, Գաբրիելյան անդրադարձու անկյունային հարված միայն ընդամենը կարողացավ այստեղ վաստակել Գաբրիելյանը իր թիմի համար, այո, շատ լավ փլուն կարողացավ կատարել, հարվածեց նույնիսկ դարպասի ուղղությամբ ու եթե չլիներ պաշտպանը կարող էր հիմա երկու գնդակի տարբերություն ունել լուսատախտակի վրա, բայց եղավ այն ինչ եղավ, դարպասապա հիմա վերցրել է գնդակը եւ այն նետեց Գևորգյանի ուղղությամբ։ Հիմա Յուրի Հակոբյանն է առաջին արձակացում գնդակին ու Էվերթոնի արագ պատասխանը կարող են տեսնել Եղիազարյան վտանգավոր է Եղևիկ Եղիազարյանն ու կրկին շեղությամբ է ստացվում Եղիազարյանի հարվածը շատ տարավ գնդակը դեպի ձախ եզր այլապես աչ եզրում միայնակ է Մուրադյանը եւ եթե փոխանցում է հետևել նրա ուղղությամբ ապա ավելի հարմար կլիներ Մուրադյանի համար հարված կատարելը չասավ այստեղ գնդակին Կարապետյանը բավական ուժեղ էր փոխանցումը ու արագորեն հիմա հարկում են գնդակը Էվերթոնի ֆուտբոլիստները Պապիկյան գտավ կենտրոնում Մանուկ Մուրադյանին Մուրադյանն իքնել հարված է ցերվից բայց բարձր է ստացվում Մուրադյանի այս կատարած հարված ու հարված կլինի Ալիռեզայի դարպասից Սարոյան Գրոյի անցել Ռեալը շատ լավ փոխանցում Կարապետյանը հարված ու այստեղ փրկեց իր թիմին Էվերթոնի դարպասապա Յաղջանը այո Կարապետյանը լավ ընդունեց, լավ շրջվեց, լավ հարվածեց, բայց դարպասապահը արագ կարողացավ կողմնորոշվել ու հետ մղել մրցակցի ֆուտբոլիստի կատարած հարվածը Եղիազարյան հիմա շատ լավ գրոյի անցել Էվերթոնը Ռևիկ Եղիազարյան կա անցումը Եղիազարյան ու կրկին բարձր է ստացվում Եղիազարյանի կատարած հարված այսօր այո նրա հարվածները առայժմ գոլից բացի մնացած կատարած հարվածների Եղիազարյանի կամ շեղությամբ են մտածել կամ բարձր են ստացվել այո նրա հարվածները միշտ վտանգ են պարունակում իրենց մեջ բայց այսօր կարելի ասել բախտը չի ժպտում Եղիազարյանին բացառությամբ կրկին շեշտում եմ գոլային գործողությունը կատարելուց Գաբրիելյան ստացվեց անցումը Գաբրիելյան Եղիազարյան ու հիմա էլ փակվեց Եղիազարյանի կատարած փոխանցման ճանապարհը Սարոյանը կանգնեց գնդակի ճանապարհին Գևորգյան շահեց այստեղ դիրքը Կարապետյանը բայց այստեղ Մանուկյանը չհասցրեց գրողը կազմակերպել հիմա կարող է Էվերթոնը կրկնապատկել իր առավելությունը Մուրադյան հարված ու գնդակը չհայտնվեց այստեղ դարպասում փրկեց այս դրվագում իսկապես վերահաս գոլից իր թիմին Անուշավան Եղիազարյանը արգելակեց Մուրադյանը հասկանալով որ անկյուն հարվածի հետո հեռակա անկյունը փորձեց գրավել բայց այդ ամենը իհարկե Եղիազարյանը հաշվի առավ ու կարողացավ վերջին բանի շեղել գնդակի ուղղությունը անկյունայինը տեսնենք ինչ կտա Էվերթոնին Գաբրիելյանն է գնդակի մոտ ցածից փոխանցում հետևեց դեպի Դուգանային հրապարակ բայց կարողացան Ռեալի ֆուտբոլիստները դուրս գալ պաշտպանությունից Մանուչարյան շատ լավ նկատեց Կարապետյանին ինչը այստեղ չկա առայժմ խաղի կանոնների խախտում Եղիազարյանն է շարժվում առաջ Ռևիկ Եղիազարյան վտանգավոր է շատ լավ փոխանցում Վարդանյան հարված ու Ալիռեզան նորից բրգում է հիմա Ռեալին այո շատ լավ հնարավորություններ կորցրեց հիմա Էվերթոնը Մանուկյան հեռահարված բարձր է ստացվում Մանուկյանի կատարած հարվածը
Աչքերով իրան Վարդանյան շրջեց այստեղ Ռաֆայել Վարդանյանը ծախից կա Ռևի Գեղեզարյանի տարբերակը, բայց չկատարեց փոխանցում Մուրադյան հիմա կա փոխանցում դեպի Գեղեզարյանը Պողոսյանն է միացել գրոհին Վարդանյան մնաց գնդակով Ռաֆայել Վարդանյանը Մուրադյան թողեց գնդակը Ռևի Գեղեզարյանին Մուրադյանը վերջինս էլ հասցեագեց Պապիկյանին ու հիմա գրոյի տեղափոխություն դեպի Յուրի Հակոբյանով աչ եզրում է շատ լավ փոխանցում է Գաբրիելյան կրկին Հակոբյանը արված Վարդանյանը ու կրկին գնդակը չի այտվում Ռեալի դարպասում այո այսքան հնարավորություններից չօգտվելու դեպքում կարող է Ռեալ Մադրիդը 1 գրով հավասարեցնել հանդիպան հաշիվը իսկապես Էվերտոնի իրեն ընձեռնված մի քանի հնարավորությունից երկրորդ կեսում չօգտվեց Խաղարկում են գնդակը Ռեալի ֆուտբոլիստները Բուդաղյանը թողեց այստեղ գնդակը Մանուչարյանին վերջինս էլ մնաց գնդակով Մանուչարյան իսկ այս փոխանցումը անհաջող ստացվեց Յուրի Հակոբյանն է խլում գնդակը Ռևի Գեղեզարյան կա Գաբրիելյանի տարբերակը ստացավ Գաբրիելյանը փոխանցումը Գաբրիելյանն ու նորից այստեղ պաշտպանն է փակում գնդակի ճանապարհը ինչու չկատարեց հիմա Գաբրիելյանը փոխանցում Ռևի Գեղեզարյանին դժվարանում եմ ասել իսկ հետո էլ հաղթեց խաղի կանոնները Մանուչարյան շատ լավ փոխանցում հետևեց Մանուչարյանի կողմից Գևորգյանի ուղղությամբ բայց այստեղ դարպասապա դուրս եկավ դարպասից ու խանգարեց մրցակցին հիմա անկյունային Կիրասնի արքայական ակումբը կա փոխանցումը բայց այստեղ առաջինը գնդակին արձը Կանքեցին Էվերտոնի ֆուտբոլիստները Մուրադյան հիմա կարող է հերվից փորձել չկատարեց ավելի հարմար տարբերակ ընտրեց Վարդանյան Վարդանյան գեղեցիկ էր Վարդանյան բայց չի ստացվում այստեղ Վարդանյանի մոտ հարված կատարել իսկ հիմա մրցավարը կարծես կրկնապատկեր է դիտելու Դիտեց մրցավարը անկյունայինի խաղարկման դրվագ ու ոչինչ չկար այո 11 մեծանոց նշանակված չէ Կար վարկած, որ Էվերտոնի ֆուտբոլիստը ձեռքով էր խաղացել լեռացման պահին, բայց մրցավարը կրկնապատկերը դիտելուց հետո համոզվեց իր որոշման մեջ, հիմա Ռեալը կրկին գրոյի անցել Մանուկյան, դեպի Մանուչարյանը փոխանցում հետևեց, աչից Բուդաղյանն է միացել գրոյի փոխանցում ու հիմա Էվերտոնի ֆուտբոլիստները հեռացնում են գնդակը, բայց երկրորդ տեմպով է գրովում արքայական ակումբը Գևորգյան, այստեղ կրունկով փորձեց թողնել գնդակը Խաղընկերը չստացվեց հիմա Էվերտոնը անցել է քանակական առավելությամբ առաջ Վարդանյան հիմա գուցե ստացվի ոչ չի ստացվում կրկնապատկել Էվերտոնի առավելությունը այո կարող են իսկապես այսքան հնարավորություններից ձեռք մնալուց հետո արքայական ակումբի ֆուտբոլիստները մեկ դիպուկ հարված կատարել ու հավասարեցնել հանդիպան հաշիվը եւ իսկապես Էվերտոնը իրեն մեղավոր կզգա այսքան չօգտագործած պայերի համար Առնվազն 5-6 հնարավորություն երկրորդ խաղակեսում կորցրեց Էվերտոնը Ռևի Գեղեզարյան Հակոբյան աչից կա տարբերակ Հակոբյան բայց ուժեղ կատարեց այստեղ փոխանցում Հակոբյանը ու անկյունային հարված հիմա էլ կիրացնեն Էվերտոնի ֆուտբոլիստները Մուրադյան ցածից փոխանցում հետևեց Հակոբյանը պայեց գնդակը այստեղ, բայց այն բաժին ասավ Ռեալի ֆուտբոլիստին Վարդանյան ինչ է այստեղ ոչինչ չկա Հեռացված է գնդակը Եղիազարյան լավ փոխանցում հետևեց Վարդանյանի ուղղությամբ Վարդանյան սա գեղեցկության գլուխ գործոց է 2-0 Ամեն ինչ իդեալական արեց Ռաֆայել Վարդանյանը այս դրվագում ու Էվերտոնը հազիվ կարողանում է կրկնապատկել իր առավելությունը
Ռաֆայել Վարդանյանը 2-0 պարզապես գեղեցիկ գնդակ կարողացավ հեղինակել Ռաֆայել Վարդանյանը ու հիմա արդեն այս երկարատև ջանքերից հետո Էվերտոնը կրկնապատկում է իր առավելությունը, իսկապես հասունացել է գոլ խփելու հնարավորությունը, բայց չէին օգտվում դրանից Էվերտոնի ֆուտբոլիստները, իսկ Վարդանյանը այս կատարած անցումից ու հարվածից հետո լրացեց բոլորին, հիմա կարող էր դուբլի հեղինակ դառնալ, բայց չստացվեց Վարդանյանի մոտ Հակոբյանի կատարած փոխանցումից հետո գրավել մրցակցի դարպասը, Ալի Ռեզանը շտապելու արդյունքում սխալվեց ու եզիս կնետի Էվերտոնը։ Եղիազարյան կա փոխանցում դեպի Պողոսյանը։ Անուկ Մուրադյան միացեց գրոյի Ղևիկ Եղիազարյանին։ Եղիազարյան վտանգավոր է, տեսնենք փակվեց արված ճանապարհը, հետո հետ ստիպված եղավ նահանջել Եղիազարյանը, բայց հիմա խլում է Ռեալը գնդակը մրցակցից Գևորգյան։ Լավ կատարեց փոխանցում Գևորգյանը դեպի Աչեզեր։ Մուրադյան ցածից հետևեց փոխանցում Կարապետյանի ուղղությամբ ու այստեղ Հակոբյանը ապահովության համար հեռացեց գնդակը, անկյունային հիմա կիրացնի Ռեալ Մադրիդը։ Տեսնենք այս անկյունայինի խաղարկում ինչ կտա արքայական ակումբին։ Կա մրցավարի սուլիչը, կա փոխանցումը, բայց Եղիազարյանը այստեղ կրկին հեռացեց գնդակը ու կտեսնենք հակառակ եզից անկյունային արված։ Գևորգյան բարձից փոխանցում, հեռում մտածավ գնդակը, Մանուչարյան Եվս մեկ փոխանցում ու այստեղ Մանուչարյանի կատարած փոխանցումը մի փոքր ուժեղ ստացվեց, արված կլինի կրկին Էվերտոնի դարպասից։ Պապիկյան դեպի Պողոսյանը փոխանցում տեսանք, Մանուկ Մուրադյան մեկ հպումով լավ էր մտածել Մուրադյանը գնդակը հասցեակելու Գաբրիելյանին, բայց շանցավ նրա կատարած փոխանցումը, հիմա նորից վերադարձեց գնդակը Մուրադյանի իր մոտ, Վարդանյան շատ լավ փոխանցում էր, բայց այստեղ Սարոյանը առաջինն է արձագանքում գնդակին հեռացնելով այն դաշտի ձախ եզր։ Մանուկ Մուրադյան, գուցե հերվից փորձի Մուրադյանը հարված ու Ալի Ռեզան այստեղ ցածկով կարողացավ հետ մղել գնդակը, բայց անկյունային փոխարենը կիրացնեն Էվերտոնի ֆուտբոլիստները։ Չհասկացան այստեղ միմյանց Էվերտոնի երկու ֆուտբոլիստներ, բայց Մուրադյանը կրկին նահանջեց ու խլեց գնդակը մրցակցից Յաղջյան դեպի Ձախ փոխանցում հետևեց, իսկ այս փոխանցումը ուժեղ ստացվեց Գաբրիելյանի համար, կրկին արքայական ակումբը նետվում է առաջ, հիմա վտանգավոր գրոյի կարող էին անցնել, բայց ընկավ գրոյի տեմպը, Կարապետյան գեղեցիկ անցում է, Կարապետյան երկում է, արքայական ակումբը կրճատում է, հաշվի տարբերությունը իր անհատական վարպետությունը այստեղ կարողացավ գործի դնել Կարապետյանը եւ այսպես տոնում է իր խփած գնդակը 2-1։ Եկում եք այո, Էրիկ Կարապետյանը կրճատում է հաշվի տարբերությունը ու տեսնենք խաղակեսի վերջնամասը, հանդիպան վերջնամասը բավական հետաքրքիր է ստացվելու 5 րոպե մինչ հիմնական ժամանակի ավարտը 1 գնդակ է բաժանում հիմա էլ Ռեալ Մադրիդին ոչ ոքի արդյունքից։ Եթե երկու գնդակի տարբերությամբ հաղթում էին Էվերտոնի ֆուտբոլիստները եւ իրենց ապահով էին զգում դաշտում, ապա հիմա արդեն պետք է ցանկացած քայլ հաշվարկել, քանի որ
Մեկ գնդակ է իսկապես բաժանում արքայական ակումբին, ոչ ոքի արդյունքից հիմա Եղիազարյանի կատարած հարվածը բավական բարձր ու շեղընթացավ եւ ես իսկ նետի Ռեալը Գևորգյան կատարեց եզրային նետում այստեղ Գևորգյանը, բայց այստեղ Պապիկյանը լավ գործեց, կրկին Ռևիկ Եղիազարյան, Գաբրիելյանն է հասցեագրում գնդակը, Մանուկ Մուրադյան, ստացվեց անցումը Մուրադյանի, Մուրադյան փորձի ինքն էլ հարվածել, ոչ, Գաբրիելյանին փոխանցում տեսանք, իսկ Գաբրիելյանի կատարած փոխանցում ուժեղ է ստացվում, փոփոխություն տեղի կունենա այս ընթացքում արքայական ակումբի կազմում կարծես, այո, թիմի ավակ Արսեն Հակոբյանն է վերադառնում խաղադաշտ ու հիմա արդեն ամեն ինչ կարգին է գրոհի է հասնում արքայական ակումբը ձախ եզրով Գևորգյան ծածրից դեպի առաջ փոխանցում կատարեց Գևորգյանը Մանուկյանն է այստեղ ընդունել գնդակը փոխանցեց բայց Հակոբյանը չկարողացավ լավ կասեցում կատարել Եղիազարյանն էլ հեռացեց գնդակը որքան հնարավոր է հեռու բայց այն բաժին հասավ Ռեալ Մադրիդի դարպասապահ Զոյլ Ալիրեզային Սարոյան վերջին ուժերն են ներդնում Ռեալի ֆուտբոլիստները այս հանդիպման մեջ Մանուչարյան եւ այստեղ Պողոսյանը հեռացեց գնդակը անկյունային հիմա կիրացնի Ռեալը Եղիազարյանն է գնդակի մոտ խաղարկեց գնդակը Մանուչարյանի հետ բայց այստեղ Մուրադյանն է խլել գնդակը հերվից գուցե գրավի դարպասը Մուրադյան բայց բարձր է ստացվում Մուրադյանի կատարած հարված այո ամեն ինչ ճիշտ է արել բայց իհարկե կար հարված կատարելուց բացի նաև Ռաֆայել Վարդանյանի տարբերակով միայնակ կմնար դարպասապահի դիմաց երկու դեպքում էլ ինչ որոշում ընտրել Մուրադյանը ճիշտ կլիներ իսկ հիմա արդեն Եղջանն է բրգում Էվերտոնի վերահաս գոլից այո Ռեալը նետվել է առաջ հիմա խլեցին գնդակը բայց խաղի կանոնների խախտում կար այստեղ Կարապետյանի դեմ պայքարում ու տեսնենք այս ստանդարտ ինչ կտա Ռեալ Մադրիդին Oraşağıda Մրցավարի Սունիչը Գևորգյանն է գնդակի մոտ բարձից փոխանցում բայց Ռևիկ Եղիազարյանը կարողացավ հեռացնել գնդակը իսկ այստեղ հասցրեց փոխանցում կատարել Մուրադյանի ուղղությամբ Ալեքս Մկրչյանը Վարդանյան շեղությամբ ստացվեց այստեղ Վարդանյանի կատարած փոխանցումը Ես իսկ նետում եմ Ռեալը վերջին հույսերն են ներդնում հիմա արքայական ակումբի ֆուտբոլիստները իսկապես մեկ գնդակ կարող է պրկել ամեն ինչ բայց Վարդանյանը հաջող խմում կատարեց իսկ Գաբրիելյանը կրկնապատկում է Էվերտոնի առավելությունը 3-1 Այո, կարողացավ ճիշտ կողմնորոշվել Հովհաննես Գաբրիելյանը եւ արդեն կախեց գնդակը դարպասապահի վրայով 3-1 արդեն սա կարծում եմ 3 միավոր է Էվերտոնի համար բավական քիչ խաղաժամանակ է մնացել հանդիպման ավարտին եւ դժվարանում եմ պատկերացնել ինչպես պետք է Ռեալը դուրս գա այս իրավիճակից հերվից միանգամից հարված տեսանք Կարապետյանի կատարման ու բարձր ստացվեց այն Եղիազարյան Դեպի Գաբրիելյանը փոխանցում կատարեց Եղիազարյանն իսկ այստեղ եզրային նետում
Պետք է լինել, բայց դա թույլ չտվեց։ Մրցավարը հանդիպումը հենց այստեղ էլ ավարտված է, շնորհավորում ենք երկու թիմերին էլ, բայց խաղադաշտը լքում են Էվերտոնի ֆուտբոլիստները վաստակած իրենց հերթական 3 միավորով, հաղթելով այս խաղը 3-1 հաշվով։ Խաղային օրը նույնպես ավարտված է մեզ մոտ, շնորհակալություն, որ մեզ հետ էիք, բարի գիշեր ու ամենայն բարի։